Գործընթացի հետ կապված հրապարակվել է ճանապարհային քարտեզի հետո կան համապատասխան կառույցներ, բոլոր ուրեմն նախարարությունները ունեն մարդիկ, որոնք կոնկրետ զբաղվում են իրենց ոլորտով, կառավարություն կազմված հանձնախումբ եւ աշխատում են։ Այստեղ փութաջանորեն թե դանդաղ փոփոխություն այդ տերմինները կարծում եմ տեղին չի, աշխատանք է չի կիսում այդ լավատեսությունը մեր պաշտոնյաների եւ երկրորդ հերթին հստակ նշում է, որ որոշ անգամ բիզնեսի որոշ ճյուղեր ուղղակի մաքսային միության անդամակցությունից հետո կտուժեն, որոշներ ուղղակի կմահանան։ Ուրեմն տուժելու մահանալու մասին չկա, ընդամենը իր հոդվածի մեջ ընդամենը ինքը զգուշացնում է, որ պետք է եւ բանկերը եւ համապատասխան ոլորտները ավելի զգուշ լինեն իրենց բիզնեսները ծրագրելու համար։ Իսկ դա ցանկացած նմանատիպ խնդիրների մեջ առաջին պայմանը, որտեղ որոշակիորեն դաշտ է փոխվում, տնտեսական հարաբերությունների դաշտ է փոխվում եւ պատրաստիր է եւ բիզնեսը եւ բանկային համակարգը դրան պատրաստ է։ Սեպտեմբերի 3-ը այնքան անակնկալ էր հանրության համար, որ ես նույնիսկ չգիտեմ, օրինակ Քոչարյանի համար էր դա անակնկալ, ինքը նախապես տեղյակ էր, 28 կարելի է, չէ՞։ Տեղյակ էր, հենց սրան եմ գալիս, մի բան է, եթե նա տեղյակ էր սեպտեմբերի 3-ի նախապատրաստմանը, այլ բան է, եթե նրա համար մոտապես նույն կերպ հայտնի դարձավ, ինչպես հանրությանը հայտնի դարձավ, եւ որպես նախագահ նախկին, եւ որպես ակտիվ այնուամենայնիվ քաղաքական հայտ ունեցող անձ, ես կարծում եմ, որ կարող էր իսկապես, եթե իրեն դա հայտնի դարձավ անմիջապես 3-ից հետո, նրան ավելի իր դիրքորոշումները արտահայտելու ձևի եւ բովանդակության իմաստով երևի ավելի շատ ժամանակ էր պետք, քան վերլուծաբաններին, որոնք չունեն քաղաքական հայտ եւ իրենց վերլուծությունների համար պատասխանատվություն կրում են միայն բովանդակության առումով, ոչ թե դրա հետևանքների, թե իրենք ինչ կարող են անել քաղաքականության մեջ։ Եթե իրեն դա հայտնի էր սեպտեմբերի 3-ից առաջ, առավել ևս նա սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո կամ եթե ինքը դեմ էր, պետք է շատ կտրուկ հայտարարություն աներ, եթե ինքը կողմ էր, պետք է ընդհանրապես շատ լռեր, ինչպես եւ լռեց։ Տպավորություն ինչ է, կողմ լինելով այնուամենայնիվ տեսնում է, որ Վարդգեսյանի պետք է։ Այնուամենայնիվ ես ունեմ հենց կոնկրետ Քոչարյանի, նույնիսկ բովանդակության չանդրադառնամ, ասեմ, որ չասեմ նույնիսկ որպես հանրապետության եղած նախագահ, չասեմ նույնիսկ որպես քաղաքական, եթե ընդհանրապես այդ մարդը մեր երկրի խնդիրներով մտահոգ է, եթե իսկապես մտահոգ է, ապա թեկուզ որպես քաղաքացի ինքը կարող է իր մտահոգությունները արտահայտելու հազարումի ձև գտնել։ Առավել ևս ես ընդհանրապես հենց ես եմ ասում, սպասել մինչև դեպքերի ընթացքը խորանա, սպասել մինչև դառնան որոշ երևույթներ, ես կասեի նույնիսկ անդառնալի է, որից հետո նոր արտահայտել, դա ավելի շատ կարծեք հող է նախապատրաստում իր հետագա բավոր ես ասում էի տարբերակի համար։ Մյուս խնդիրը շտապում է արդյոք Հայաստանը, սա մեր գնահատականը չի նույնիսկ, սա հենց Եվրոպայի միության ձևավորողների գնահատականն է, որ Հայաստանը опередился բոլոր հնարավոր ժամկետները առաջակտրուկ եւ առաջընթաց է անցնում։ Սա Հայաստանի գնահատականը չի, Ռուսաստանը չի հասցնում հետևել Հայաստանի առաջկտրուկ առաջընթացին, գլխապատար